Ես խնդրում եմ պարոն Բադասյանին, դուք բոլորս զգուշացեք, որ իրենց արտահայտությունների մեջ ուշադիր լինեն եւ ուշադիր լինեն Արցախի հերոսի նկատմամբ հայտարարություն անելուց եւ ես խնդրում եմ ձեզ բոլոր լրագրողներիդ մեկ անգամ առիթ ունեցեք եւ ծանոթացեք գեներալ Գրիգորյանի ռեժիմին այս ապրիլյան պատերազմից հետո Առավոտից իրիկու նրա քննելաժամ օրական 3-ից 4 ժամ է եւ նա կարգավորում է այդ բոլոր խնդիրները երկրապահների հետ կապված եւ նա երիտասարդացել է եւ այլևս հիշել է 90-ական թվականները եւ նոքով պայքարում է եւ նման միջադեպ չի կարող եղած լինել պարզապես եթե մարդիկ հայտարարություն են անում պետք է պատասխանատվություն կրեն եւ իմանա թե ում մասն են հայտարարություն անում Եվ ես խնդրում եմ ձեռնպահ մնացեք, արդեն սկսել ենք այն մարդկանց, որոնք որ շատ պիտանի են եւ կարեւոր են այս իրավիճակի հետ կապված, արդեն սկսել ենք մենք այդ մարդկանց քննադատել, որպեսզի նրանց էլ նեղացնենք կամ ինչ որ մի հատ մի երևույթ ստեղծենք, որ նրանց հետ կանչենք։ Մամվել Գրիգորյանը նեղացող չէ։ Նրա համար ամենաբարձր շահը իր երկրի խաղաղությունն է եւ նա որևէ մեկ անգամ չի կարող որևէ հայտարարություններից նեղանալ եւ վերադառնալ այստեղ, եթե որոշ մարդկանց ցանկությունը դա է։ Բայց նրա մասին շատ է, ելի են նման խոսակցություններ եղել, որ իրականում այն շուկով որ ներկայացում է թե ինչպես է ծառայել։ Ես խնդրում եմ այդ ներկայացումները խոսում են այն մարդու մասին, ով շատ է անում ընդհանրապես, իմացեք։ Ով մասին են, մի անտեսված մարդու մասին ով լրատվությունը որտեղ է կարծացել որ անտեսված որևէ մեկին կամ քննադատեն կամ ինչ-որ մի բան անեն։ Ընդհանրապես ուժերի հետ են հաշվի նստում, իսկ Մամվել Գրիգորյանը առավել եւս պատերազմական շրջանում, առավել եւս ապրիլյան դեպքերից հետո նա լուրջ ուժ է ներկայացում թշնամու համար։ Իսկ եթե այստեղ էլ մենք ունենք թշնամիներ, ուրեմն նրանց համար էլ լուրջ ուժ է։ Իրական հերոսները իսկապես անտեսված են։ Չի կարող լինել հերոս, որը լինի անտեսված։ Հերոսը միշտ հերոս է մնում եւ Եթե հերոս անտեսված ասելով դա նշանակում է որ պետք է անպայման գովաբանենք, հերոսությունը մնում է անում է իր հայրենիքի համար եւ լրակյաց են անում հերոսները իրենց հերոսությունը։ Իսկ գեներալ Գրիգորյանը ինչը որ անում է հիմա, ինչը որ անում է, ընդամենը ներկայացում է դրա 10%-ը, որի ականատեսն եմ եղել ես։ Բայց օրինակ տեսեք Արաքել Մովսիսյանի մասին էլ են ասում եւ տեսանյութ հայտնվեց թե ինչպես է ծխախոտը շփոթում Եթե դուք սկսեցիք արդեն այն նույն պատմությունն է, որ 3000 հոգանոց կամավորականները գնացել էին այդ առաջին օրերին, երբ որ գնացել էին դիրքեր, ինչ որ մեկը գրել էր, որ զինվորներից մեկի սրբիչը կեղտոտ էր։ Այսինքն այս իրավիճակում հիմա էլ անդրադառնանք Արաքել Մովսիսյանին եւ ես խնդրում եմ մի հատ դուք խումբ ստեղծեք, ես այդ խմբին կհոգամ, որպեսզի իրենք տեղացնեն եւ գնաք թե ինչով են զբաղվում Արաքել Մովսիսյանը եւ եղել եք այնտեղ։ Իսկ այդ նեգատիվ երևույթներ ինչ որ ծխախոտ շպրտել մյուսները եւ այլն, եւ այսպես շատ առօրյա կյանքում նույնիսկ հնարավոր է որ սովորականս բոլորս նախ սովորական մահկանացիներ ենք, մինչեւ падգամավոր լինելը եւ այլն։ Կարող է նաեւ այդ պատերազմական շրջանում նաեւ ինչ որ Ներվերը տեղին տա մյուսները, բայց ես ամենայնպես նման դեպքի ականատես չեմ եղել եւ նաեւ չեմ ծանոթել չեմ, որ ինչ-որ սիգարետ ծխախոտ շփրտեն կամ ես ինչ-որ նման դեպքերի։ Դուք էլ դիմեք։ Յուրաքանչյուրը թե կարող եք դիմել։ Հերքելը հեշտ է, ամենահեշտ տարբերակն է, բայց գոնե ինչ-որ հետաքննություն երես-երեսի բերեն, որովհետեւ առանց կրակ ծուխ չի լինում։ Հիմա ես ձեզ խնդրում եմ Դուք այս օրերի մեջ ընտրեցիք, որ մի հատ Մամվել Գրիգորյանը մեկի ասելով ում ասում է հայոյանք է տվել։ Բայց էլ ինչ է արել այս օրերին Մամվել Գրիգորյանը։ Հեշտ բան չի արել, որ դրա մասին խոսեք։ Այս որ հավաքվել եք սենց ասում եք Մամվել Գրիգորյանը ինչ որ մեկին հայոյել է։ Եվ ինչ որ մեկը ասում, լավ ասեք գոնե։ Դրականը տեսեք, որ մեկն եք լավն ասեք։ Գնացեք մի հատ ուսումնասիրեք Մամվել Գրիգորյանի առօրյան այս քարորյա պատերազմից հետո։ Ես հերո չեմ գնում, միայն դիրքերում նրա առօրյան ուսումնասիրեք։ Բան Բադասյան կներեք, բայց մի քանի որոշ ժամանակ առաջ Մյուս հրամանատարը ստում է այսինքն։ Ես որևէ մեկին որ սուտ, որ ճիշտ եմ ասում, ասա։ Դե ուրեմն եթե ձև եք համարում, այդ ձև համարեք։ Դրանով է զբաղված եղել, անկապեն հերոսի կոչում տված եղել եւ այլն, դուք հիմա ասում եք Դրա համար պետք է պատասխան տա յուրաքանչյուր մարդ իր խոսքերի համար։ Մամվել Գրիգորյանի հետ կապված, բայց աղմուկներ շատ են լինում։ Օրինակ Էշմիածնում էլ մի քանի ամիս առաջ նոր տարուներ կարծեմ, ասացին որ Ես խնդրում եմ այս պատերազմական ժամանակահատվածում, ես խնդրում եմ թազը չորի հետ չխառնեք եւ նման երևույթի ուսումնասիրեք։ Ես